Երգով եւ սիրով փառատոնն այս տարի եւս կանցկացվի հարավային մայրաքաղաքում։ Փառատոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը ավանդույթը չի խախտում։ Սյունիքի մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները հանդես կգան Կապանի արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում։ Բոլոր երգչախմբերը Խնձորես, Շինուհայր, Գորիսի, Կապանի, Մեղրու, Քաջարանի դպրոցների երգչախմբերը միևնույն ժամանակ նաև մի փոքրիկ կտոր Հայաստանի փոքրիկ երգիչներ եւ հետո բոլորս միասին 6-7 ստեղծագործություն միասին երգելու ենք եւ դրանք հայրենիքին նվիրված գործեր են խաղաղության նվիրված ստեղծագործություններ եւ միշտ ավարտում ենք Էրեբունի Երևանով Ամենամյա փառատոնն առաջին անգամ անցկացվեց 20 թվականի պատերազմից հետո Արցախում։ Մասնակցում էին տարբեր շրջանների երեխաներ։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ միայն դրա համար արժեր հասնել Արցախ, նշում է Հեքեքյանը, հավելում որոշեցինք շարունակել այն արդեն Սյունիքում։ Այստեղ հոգեբանական աջակցություն էր պետք։ Անցած 2 տարիներին փոքրիկ երգիչները հանդես են եկել մարզի բոլոր քաղաքներում։ Որպեսզի իրենք իրենց մենակ չզգան, չկարծեն, որ իրենք անտեսված են, մոռացված են, դա մեր մասնավոր զրույցներից հետո Արցախի եւ Սյունիքի բարեկամների հետ ես դա հասկացա եւ որոշեցինք սկզբից ցանկություն կար, որ մենք գնանք համերներով, բայց ես ասացի ոչ, մենք գալու ենք, որպեսզի ձեզ հանենք այդ վիճակից եւ դուք պիտի երգեք եւ Սյունիքի եւ Արցախի երեխաները պիտի չմնան բարձրական էներգիայի մեջ։ Մայիսի 9-ը պատահական չէ ընտրված Հայաստանի փառավոր հաղթանակների տոներն այս ամսում են եղել։ Պիտի տոնենք տարերով, որովհետև սա մեր հերոսներին պիտի հիշենք անպայման եւ մենք հիշում ենք երգով նաեւ։ Հայաստանի փոքրիկ երգիչներ։ Փառատոնի հաջորդ օրը կրկին երգեհոնային դահլիճում ժամը 18-ին կլինի Տիգրան Հեքեքյանի երգչախմբի մենահամերգը։ Մուտքն ազատ է։ Ես շատ եմ սիրում իրենց տեսնել դահլիճում, ենք հասկացող ունկնդիր են եւ ընդհանրապես լայն բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց եւ առանց մասնագիտության տեր մարդկանց մենք սպասում ենք եւ Հայաստանի փոքրիկ երգիչները եւ ես սպասում ենք ամսի 10-ին մեր մենահամերգին։